Ողջույն գործարարալիքի հարգելի լսարանին, դուք մեզ միացել եք 106 և 5 հաճախության ներքո կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում, եթերում է կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Գաբրելյանը, առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ թուրքագետ Դիրան Լոկմագյոզյանը։ Բարև ձեզ, պարոն Լոկմագյոզյան։ Փետրվարի 19-ին անցկացվեց Թրամփի հիմնած Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը, որին ի թիվս այլ հիմնադիր անդամների մասնակցեց նաև Թուրքիան, սակայն ի տարբերություն շատերի նա մասնակցեց ոչ թե երկրի ղեկավարի, այլ արտգործնախարարի մակարդակով, ինչպես կարող ենք մեկնաբանել այս Թուրքիայի այս որոշումը, արդյոք սա նշանակում է, որ Թուրքիան որոշակի վերապահումներով է մոտենում այդ Խաղաղության խորհրդի ստանձնած առաքելությանը։ Էրդողանը այս վերջերս էլի մի հանդիպման չէր գնացել եւ նաեւ առաջ էր քաշել առողջական խնդիրներ, իհարկե, ասենք, վերլուծաբանները, տարբեր վերլուծաբաններ, նաեւ դրա հետեւը ուրիշ բաներ էին տեսել, քաղաքական ինչ որ անհամաձայնություն եւ այլն, սակայն հիմա էլի եթե չի մասնակցում, արդեն ես կասկածում եմ, որ իսկապես ինչ որ առողջական խնդիրներ ունի։ Դե առողջական խնդիրներ, որ վաղուց ունի, քանի տարի ունի, դա գիտենք եւ դրա մասին մենք հենց այստեղ բազմաթիվ անգամներ խոսել ենք եւ ես անգամ ասել էի, որ սա Էրդողանի վերջի ընտրությունն է, ինքը էլ չի մասնակցելու, որովհետեւ առաջի հերթին երևում է, որ ինքը իր առողջական վիճակը լավ չէ ու պիտի երևի, որ քաշվի արդեն ասպարեզից եւ տեսեք խնդիրն է, որ եթե ուշադիր հետևեք Էրդողանին, կտեսնեք, որ մի օր, ասենք, շատ ասենց ընկած վիճակում է, հազիվ կարողանում է խոսի, հազիվ կարողանում է շարժվի եւ այլն, ու մտածում ես, թե այս մարդը այսօրվա վաղվա է արդեն, մեկ էլ երկու օր հետո ավելի առույգ մի անգամից արյուծի նման մռնչում է եւ այլն, հոստակ քայլերով քայլում է եւ դա ցույց է տալիս, որ իրեն բահում են ինչ որ դեղերով, շատ ուժեղ դեղերով, չգիտենք, գուցե նաեւ հիմի որ դուրս եկավ, որ Էփշտայնական այդ բաների մեջ Թուրքիան էլ խառնված է, գուցե նաեւ այդ բաներով է սնում իրեն, ասենք, այնտեղ կան բաներ, չէ, մանկական արյուն, չգիտես ինչ, նորածինների արյուն բանը, այո, շատ մարդիկ, եւ դա նոր չի իհարկե, վաղուց տարիներ շարունակ խոսում էր դրա մասին, որ աշխարհի հարուստներ, ճանաչված մարդիկ եւ այլն, կարիլիություն ունեցող մարդիկ, այդպիսի բաներ օգտագործում են երկար ապրելու եւ առողջ մնալու համար, օրինակ Ռոքֆելլերը ամեն կողմից կախված է, Սորոսը նույնպես եւ այլն, բայց ապրում են եւ առողջ են այդ մարդիկ դեռ։ Եվ հավանական է, որ լավ չասենք անպայման այդ ճանապարհներով, սակայն շատ ուժեղ դեղերով գոնե իրեն բահում են։ Դե չմոռանանք, որ Էրդողանը իր նոր սարքած այդ հսկա պալատում 999 սենյակներով պալատում նաև ունի հիվանդանոց մեջը ամեն ինչով, ամենաբարդ օպերացիաները անգամ կարելի է այնտեղ անել եւ իհարկե Թուրքիայի ամենալավ բժիշկներն են իր կողքը կանգնած։ Այդ պատճառով եւ իհարկե փողի խնդիր էլ չկա, եթե ինքը իհարկե փող ունի, բայց եթե չունեն հայել պետական միջոցներով աշխարհի ամենաթանկ տեղերն էլ կբերեն իր համար եւ այդպես դեղերով ինչ որ բաներով իրեն բաղում են։ Եվ հետաքրքիր ինչ է, գիտեք, այս առումով այս վերջի ժամանակներս ես տեսնում եմ, որ այդ թույլ վիճակները այլևս չի ցույց տալիս, այսինքն մշտական առույգ է, մշտական, չեմ ասում որ 20 տարեկան է, սակայն թույլ էլ չի, այսինքն այսօրվա վաղվա չէ, փաստորեն ինչ որ կամ նոր դեղեր են տալիս իրեն, կամ այդ դեղերի դոզաները ավելացրել են, կամ ինչ որ կարգավորել են, որ ինքը միշտ իրեն լավ է զգում, սակայն այնուամենայնիվ Էրդողանը իհարկե իր իր փոխարինողի մասին մտածում է ինքը եւ ժամանակ առ ժամանակ տեսնում ենք, որ մեկին ինչ որ առաջ է բերում, մի քիչ էլի աչքի է դեպանում եւ այլն։ Այսինքն ուզում եի ասել, որ առողջական խնդրեմը Էրդողանը ունի, դա հաստատ։ Բայց արդյոք դա պատճառը թե ուղղակի առիթ է օգտագործվում այս համատեքստում Թուրքիայի դիրքորոշումը
քողարկելու կամ արտահայտելու համար։ Կարող է երկուսն էլ լինեն։ Կարող է արիթը օգտագործում, կարող է, բայց դա լավ բան չէ քաղաքական գործի համար, մանավանդ սպիսի ամենաբարձր պոզիցիոնում գտնվող եւ նաեւ մի մարդու համար, որը արդեն շշուկներ կան, որ ինքը հիվանդ է եւ այլն, ու եթե ինքը իսկապես ցույց է տալիս, որ ինքը հիվանդ է, դա լավ չէ արդեն, ինչ որ խլրդումներ կառաջանան եւ այլն, ինչ որ խնդիրներ կառաջանան քաղաքականության մեջ, այդ պատճառով ընդհանրապես քաղաքական գործիչները ամենաբարձր մակարդակի գտնվողները միշտ փորձում են ցույց տալ, որ իրենք առողջ են, անկամ մարդը մեռնում է օրերով թաքցնում են, որ մարդը մեռել է, ժամանակին էլ կար, թակավորը մեռնում էր, թաքցնում էին, որ թակավորը մեռել է, որովհետև խնդիրներ կա, արևանը կարող է հարցակվի, արիթուց օգտվի եւ այլն, նախ մի հատ կարգի բերենք մեր նոր քաղաքականությունը, հետո արդեն ասենք, որ թակավորը մեռել է։ Այս նույն խնդիրը այստեղ է, դրա համար դա այդպես օգտագործելիք բան չէ, բայց կարող է դա էլ պատահի, սակայն երկու անգամ որ այդ կարևոր հանդիպումներից ինքը բացակայում է, արդեն կարող ենք գրահել, որ ինքը ինչ-որ առողջական խնդիր կարող է վաղ առույգ վեգենա, բայց այս պահին ինքը հավանաբար կամ բժիշկները թույլ չտվեցին, որ օրինակ օդանավ նստի ու գնա, մանավանդ Ամերիկա նման այդքան հեռու դեղ ժամերով 10 ժամեր պետք է մարդը թռնի։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ ավելի շատ առողջական խնդիր է, թե չէ ինքը հաստատ եթե ուրիշ խնդիր չկա քաղաքական, հաստատ ինքը կուզենար մասնակցել նման տեղերը, որ իրեն ցույց տար։ Ինչպես կարող ենք հասկանալ, այդ Թրամփի հիմնած խաղաղության խորհուրդը որոշակի այլընտրանք է ՄԱԿ-ին, այսինքն միջև էս գործած կամ որոշակի նաև չգործած աշխարհակարգին, այսինքն ինքը վկայակոչում է նոր աշխարհակարգի սկիզբը, ինչքանով սա կարող ենք իրական կամ լուրջ համարել ու արդյոք Թուրքիան տեսնում է իր այդ նոր աշխարհակարգում դիրք ունենալու իր ամբիցիաների այդ բավարարման հեռանկարը, հա, այդ խաղաղության խորհրդի համատեքստում, թե որոշակի վերապահումներով է մոտենում այդ խորհրդին։ Դե ՄԱԿ-ը ինքն էլ արդեն որպես ՄԱԿ միանգամից չհիմնվեց, ՄԱԿ-ից առաջ էլ ուրիշ կազմակերպություն կար, ազգերի լիգան կար եւ այլն, հետո ՄԱԿ դարձավ, հիմա ինչպես երևում է Թրամփը ուզում է ՄԱԿ-ը փոխարինե նորից մի նոր կազմակերպություն, միջադոց ՄԱԿ-ին էլ, ՆԱՏՕ-ին էլ գլխավոր հովանավորը Ամերիկան է, Ամերիկան եթե չլինի, ոչ նա կլինի, ոչ մյուսը կլինի, նյութական առումով հատկապես, եւ այսինքն Ամերիկայով կմնան Ամերիկայով կամ կխորտակվեն այդ երկու կազմակերպությունները եւ երկու կազմակերպությունների նկատմամբ էլ Թրամփը ինչ որ վերաբերումներ ունի արդեն վաղուց եւ ցույց է տալիս իր ուժը իհարկե դրանով, ասում է առանց ինձ դուք ոչ մի բան չեք, ինչ ՆԱՏՕ, ինչ բան, հետո մի կողմ քաշվեք, ես ինքս մենակս կանեմ այդ բանը, իսկապես է, եթե հատկապես ՆԱՏՕ-ին նայենք, ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակը ո՞րն է, ամերիկյան բանակը, բայց երկրորդի մեծ բանակը ո՞րն է, Թուրքիան է, երրորդը ով է, կարելի ասել չկա երրորդը, որովհետեւ այդ ՆԱՏՕ-ի կազմի մեջ գտնվող եվրոպական պետություններից ոչ մեկը մի նորմալ բանակ չունի, ուղղակի չունի, Գերմանիան ինչ է բան, այսինքն իրենց ձեռն առնում արդեն միայն տեխնոլոգիապես բայց ապահովված են, տեխնոլոգիա ունեն, բայց զինվոր չկա, բանակ չկա, բանակը զինվորով է, մարդով է, ոչ թե տեխնոլոգիայով զենքերը, ասենք տանկերը կարած շարես են դե օթոնավները կարած շարես, բայց օգտագործող եթե չկա, գրվող զինվոր չկա, ինչ դան է արտասահմանից բանը օտար աշխատողի նման բանակ պիտի բերել դրա համար այսինքն եթե Ամերիկան չկա, ՆԱՏՕ-ը չկա, եթե Ամերիկան չկա, ՆԱՏՕ-ի մեջ առաջինը Թուրքիան գլա եւ դա ոչ մեկն էլ չի ուզում իհարկե, դա էլ իր երթ է։ ՄԱԿ-ն էլ նույնպես, ՄԱԿ-ի գլխավոր հովանավորը Ամերիկան է, ՄԱԿ-ը չկա, Ամերիկան է ՄԱԿ-ը։ Հիմա ինքը ուզում է ցույց տա, որ թե հիմա եթե ես չլինեմ, դուք ոչինչ եք, ոչինչ չտյունեք, հիմա գոմնագի լուրջ թե անդուրջ
ինձ թվում է այդքան է լուրջ չի իհարկե դրանում, ինքը ցույց է ուզում տա միայն իր ուժը, իր կարողությունները, այդ գառույցը ստեղծեց։ Իհարկե այդ կառույցի մեջ ամեն մարդ ով որ կանչվեց իհարկե ուզում է նաև ներկա լինի եւ եթե մագը այլևս երկրորդական լինի կամ ընդհանրապես չլինի ուզում է ինքը դեղը գրաված լինի նոր մագում այսպես ասած մագում էլ այդպես է չէ ամեն մարդ ուզում է իր տեղը ունենար վետոյի իրավունք ունենար եւ այլն հիմա մագ կա մի բան է հիմա այստեղ են ուզում տեղ գրաված լինեն։ Իհարկե Թուրքիան էր, իհարկե Թուրքիան վաղուց խոսում էր նոր աշխարհակարգի եւ իր դերի մասին։ Դե նոր աշխարհակարգը արդեն եկավ։ Կառուցվում է, դրա ձայները, ոտնաձայները արդեն վաղուց տեսվում էր, ասում էին լիքը մարդիկ եւ շատ մարդիկ չէին հավատում այսպիսի բաներին, այսօր հիմա կա այսօր կատարվում է այնպիսի բաներ, որի մասին երբ որ 10 տարի առաջ ասիկ կամ ասում էին այդ բաների մասին, մարդիկ ծիծաղում էին ուղակի, մեզ հիմարի տեղ էին դնում, անխելքի տեղ էին դնում, որ բանի չենք հասկանում, հիմա դուրս ենք տա, հիմա կատարվեց։ Հիմի արդեն գամած կառուցվում է այդ նոր աշխարհակարգը եւ Թուրքիան իհարկե իր տեղը կուզենա ունենա այդ նոր աշխարհակարգում, բայց Թուրքիան շատ մեծ հավակնություններ ունի։ Տեսեք մնացած բոլոր երկրները, որ մասնակցել են այդ նոր կառույցին, այնքան մեծ հավակնություններ չեն ներկայացնում։ Իրենք միայն ուզում են միասին լինեն, այն դեղ լինեն եւ այլ, բայց Թուրքիան մեծ հավակնություններ ունի արդեն դարիներ շարունակ, հատկապես Էրդողանական ժամանակաշրջանից սկսած, եւ Թուրքիան պիտի փորձի իր դեղը ամրապնդի, ոչ թե որպես շարքային, այլ որպես կենտրոնական խաղացող, հիմնական խաղացողներից մեկը Թուրքիան արդեն իրեն դրված է նաև այդ դաբրոն այսպես ասած այդ Թուրանի կազման հետ կապված որովհետև այո հիմա նախկին կառավարության ժամանակ էր դա ամերիկյան կառավարության այսօրվա կառավարություն սակայն ամերիկան խորքային պետություն ունեցող երկիր է եւ խորքային պետություն ունեցող երկրների քաղաքականությունը միանգամից չի փոխվում եւ հատկապես իշխանության փոփոխության հետ չի փոխվում հիմնական բաները ճանապարհակարդեսը ասեն հիմնական դրույթները չեն փոխվում իհարկե նախկինում գլոբալիստներն էին այսօր անտիգլոբալիստներն են իհարկե այդ առումով ինչ որ ճանապարհներ են փոխվում այսինքն վերջնանպատակը կարող է նույնը լինի, միայն ճանապարհներն են փոխվում եւ ինչ որ ուրիշ նպատակներ էլ կային, դրանք են փոխվում իհարկե այստեղ գլոբալիստական մոդեցում չունի այսօր բանը Թրամփը ինչպես նախկին իշխանությունները, ինչպես Բայդենը, սակայն ինքը ունի նացիոնալիստական նպատակներ, այսինքն գլոբալիզմ չէ, ընդհանուրի հետ գործ չի ուզում ինքը ունենա, ինքը ասում է, չէ, միայն ես եմ, ես ուժեղանալու եմ եւ ես իմ տարածաշրջանով պիտի մի միություն կազմեմ, մի ամբողջականություն կազմեմ, ուրիշների հետ գործ չունեմ ես թքած ունեմ աշխարհի մնացած, բայց բաները կոնտրոլը էլի ձերից պատ չի թողնում ինչ որ գեդերում օրինակ հենց մեր տարածաշրջանում Անդրկովկասում Իրանի հետ կապված եւ այստեղ իհարկե խնդիրը ինչ է այստեղ Իսրայելը կա հիմա հստակ չէ թե ով ում վրա ավելի շատ է իշխում Իսրայելն է Ամերիկայի քաղաքականության վրա իշխում թե Ամերիկան է Իսրայելի քաղաքականության վրա իշխում այնուամենայնիվ երկուսը իրար հետ համահունչ աշխատում են Ամերիկան երբեք հագա իսրայելական կամ այնպիսի Միքայել անի որ Իսրայելի դուր չկա այդպիսի բան չի անի եւ Իսրայելի միշտ էլ կոկնի եւ դա Թրամփը միշտ էլ ասել է Թրամփը իսրայելամետ գործի չէ չնայած իսրայելամետ չեղող գործի չկա Ամերիկայում եթե լինի ասեն Քենեդի նման Քենեդի բանին վախճանին կհասնի
բայց Տրամփը կապեր ունի, շատ ուժեղ կապեր ունի եւ ընտանեկան նաեւ կապեր ունի Իսրայելի հետ հրեական այդ բաների հետ ուժերի հետ եւ իրենց պիտի օգնի անպայման պիտի օգնի ինքն էլ ուզում այդ բանը այդ պատճառով այս տարածաշրջանի հետ զբաղված է ինչի է այս տարածաշրջանի հետ զբաղված որովհետեւ երկու հիմնական խնդիրներ են մեկը Իսրայելի հետ կապված դա Իրանի հանգամանքն է Իրանի դեմ Իսրայելը անպայման ուզում է ինչ-որ մի բան անի Իսրայելին թուլացնի Իսրայելը մասնատի, ասինքն Իրաք դարձնի Իսրայելը, այստեղ մի երկրորդ հանգամանքը Թուրքիան է։ Հիմա տեսեք եկանք էլի Թուրքիային։ Հանգամանքը Թուրքիան է, որովհետև Ամերիկայի եւ մինչեւ այսօր ՆԱԹՕ-ի ամենամեծ գլխավոր ուժը, որ այս տարածաշրջանում, որի վրա կարող էր հենվել կա ու մնում է Թուրքիան շատերը սովետական միության կայքայումից հետո մտածեցին ահա Թուրքիայի արժեքը արդեն վերացավ Թուրքիան այլևս այն չէ եւ շատերը հենց Հայաստանում եւ խելոք մարդիկ կամ գիտնական մարդիկ պրոֆեսորներ եւ ասում են որ վերջացավ Թուրքիան մասնատվելու է եւ ամեն օր ես լսում եի որ շուտով 2 ամսից 2 շաբաթից ես հաստատ գիտեմ եւ այլն Թուրքիան մասնատվելու է Ամերիկան է մասնատելու Թուրքիային եւ միշտ ասում եի որ ոչ չի լինելու որովհետեւ Թուրքիան բանն է Ամերիկայի ՆԱԹՕ-ի գլխավոր ուժն է այս տարածաշրջանում ես նորից եմ ասում բայց արդյոք եթե օրինակ Իրանում իշխանափոխություն տեղի չունենա եթե տեղի ունենա իշխանափոխություն Իրանը չի դառնա համար 1 ասենց ասած արևմտամ Ամերիկա մեծ ուժը տարածաշրջանում Թուրքիայի փոխարեն հաշվի առնելով այն հանգամանք որ ռեսուրսներ էլ ունի ոչ չի դառնալու Թուրքիան իրեն փաստած է այս տարիների ընթացքում, դասնամնակների ընթացքում եւ նոր բան պետք չէ։ Ինչի։ Թուրքիան իր դերը շատ լավ կատարում է։ Ինչ պիտի փոխեմ։ Այ քաղաքականության մեջ ես 1000 անգամ ասել եմ, 1001-րդ անգամ ասեմ։ Քաղաքականության մեջ ինչ որ բանի մասին, եթե մտածում ենք, մենք մեր առաջ պիտի մի հարց տնենք։ Ինչու պետք է այսպես լինի, ինչու սա այսպես եղավ։ Այդ ինչուն որ դնեք, այն ժամանակ կսկսեք մտածել, տեսեք, խնդրին ոչ թե պետք է մոտենալ, Իրանին կարող է դնել, այլ ինչու պետք է Իրանին դնե, Թուրքիայի փոխարեն, կամ Թուրքիային պիտի փոխարինեից չսկսենք մտածել, մտավարժություն անել, այլ ինչու կարող է Թուրքիային փոխարինել հաշվառնելով ռեսուրսների արկայությունը բնական ռեսուրսների արկայությունը այդ նավթային առևտրի վերահսկվող ճանապարհները տեսեք դա առաջի անգամ չէ հենց Իրանի հետ առաջի անգամ չէ որ եթե իշխանությունը իր դուրս գլխ կտա գլխին ու դա Իրանի ռեսուրսները Իրանը կլինեն Ամերիկային կլինեն Անգլիային կլինեն հենց Իրանում կատարվել է այդ բանը ժամանակին շահը ինչպես եկավ իշխանության որովհետև անգլիական, ամերիկյան, հատկապես անգլիական այդ ուժը իրենց նավթահորերի վրա ջարդեց Մոսադը եւ բետականացրեց, բայց ինչ եղավ Ամերիկան մի հատ մարդ ուղարկեց կրբանում $1 միլիոն փողերը բաշխեց եւ հենց բարսիկները հենց գեներալները բաները եւ այլն Մոսադին հանեցին իր տեղից եւ Ամերիկամից շահին բերեցին սակայն հետո շահին էլ խնդրեմ անեց այս անգամ շահին անեցին Խոմեյնիին բերեցին սակայն Խոմեյնին էլի ավելի մեծ խնդրեմ անեց եւ մինչեւ այսօր էլ այդ խնդրեմը մնում է դա իր երթին բայց տեսնում ենք որ այսինքն կարևոր չէ թե ով ռեսուրս ունի ով չունի հիմա իր բանը Իրաքի նավթը ուր է գնում կարծում եք Իրաքի նավթը Իրաքն է տնօրինում սա բանը ինչ եղավ Մադուրոն որ շատ էր գլուխ կովում եւ ինչ եղավ այսինքն Ամերիկան հատկապես այդ մեթոդներով աշխատող երկիրն է եւ իմիջիայլոց վերջին 100 տարվա մեջ ամենաշատ բادرազմ հրահրող երկիրը Ամերիկան է եղած ամենաշատ բادرազմած երկիրը Ամերիկան է եղած միայն
եթե սկսեք հավաքել այդ բաները 100 թե 100 քանի հատ պատերազմ է հրահրած կամ ինքը մասնակցած է եւ այն այդ պատերազմերին այդ պատճառով ամերիկան գլխավոր երկրն է այդ բաների համար է չմտածեք այսօր եթե Թուրքիայում էլ իր դուրը չեկած ինչ որ մեկը կա Թուրքիայում էլ մի հատ բան կա եւ արել է 1969-ին արեց այն ժամանակվա իշխանությունը դուրը չեր գալիս եւ հենց թուրքերի ձեռքով այսինքն ինքը ամերիկյան զորքեր բաներ բեջ են մտցնել փող է մտցնել բերիկ է իշխանությունն դաբալեցին եւ Թուրքիան միակ պետություններ այն ժամանակներ հիմա չգիտեմ եթե մի պետություն ավելացավ որ իր վարչապետին է կախաղան անած վարչապետին կախաղան անեցին ոչ միայն վարչապետին 3 հոգի կախեցին այդ պատճառով խնդիր չկա իսկ Թուրքիան իր ձեռքում է 100% իր ձեռքում է Էրդողանը ինչքան էլ ազգային ասենց քաղաքականություն վարե Թուրքիան Ամերիկայի հլու պատակն է եթե չասեմ ուրիշ բառ բայց հիմա թուրքական այդ ամբիցիաները Էրդողանի արտահայտած 0 են 0 չեն իհարկե 0 չեն խնդիրներ մեկ-մեկ առաջացնում են բայց կա կարմիր գիծ իսկ Էրդողանը այնքան խելոք է որ գիտի իր կարմիր գծերը եթե այդ կարմիր գիծը անցնի իր ավերջնել կգա ինչ եղել որ մի անգամ օրինակ շատ մոդեցավ այդ կարմիր գծին երբ որ Ֆինլանդիան ուզում էին ՆԱՏՕ-ի մեջ ընդունեին ինքը վետո դրեց դա արդեն ՆԱՏՕ-ի Ամերիկայի շահերի դեմ էր ինքը կարող է ինչ որ բաներ անել որը իր շահերից է բխում բայց արդեն այս մեծ շահերը պիտի չխանգարի ինքը շատ մոդեցավ եւ Ամերիկայից շատ ուժեղ հակազդեցություն եկավ մի անգամից խնդիրը լուծվեց երկու կողմանի ինչ որ զիջումներ արեցին մտամ Էրդողանից ներկայացուց իրենք շահել են իրենք ստացել են այն ինչ որ ուզում ոչ մի բան չստացավ իհարկե սակայն մի անգամից հետ քայլ արեց Էրդողանը գիտի այդ բանը Էրդողան շատ խելոք աղվես է ինքը քաղաքականության աղվես է հիմի միայն խնդիրը սա է պետք է զգուշ լինեն որ Թուրքիան ինչ որ մի սահմանը չանցնի որովհետև այսինքն հզորանալու սահմանը այդպես ասած եթե այդ սահմանը անցնի արդեն Թուրքիային չես կարա բռնես սանձես այս սանձերը դեռ Ամերիկայի ձեռքում են պետք եղած ժամանակ կամ սպառնում է որ սանձդ կքաշեմ Եվ իմիջիալից Տրամպը գիտեք Տրամպը ավելի քիչ քաղաքական գործիչ է, քան ասենք արևտրական է։ Այդ պատճառով մեկ-մեկ բաներ է անում, քիքսեր է անում քաղաքական առումով, դիվանագիտական առումով, բայց թքած ունի ինքը, քանի որ ինքը ամենաուժեղն է, ինքը կարողանում է այդ բաները անել։ Մի քիչ ավելի թույլ պետության ղեկավար չէր կարա այդպես անել։ Օրինակ Բարձ ասեց ինքը, օրինակ Թուրքիան եթե շատ բանանի ասեց, ինչպես որ արել է այն ժամանակ, իր վրա էլի ինչ որ բանը տնտեսական ինչ որ խաղամ, իր լիրան ասեք գարժե զրկվի, այն ժամանակ էլի կգային մոտ։ Դա է։ Թուրքիան սանձելու միջոցներից մեկն է։ Հա, քանի դեռ ունես, դա կարա սանձես, բայց պետք է զգուշ լինել, որ Թուրքիան այդ բաներից չափարից դուրս չկա, էլ բանը սանձը քո ձեռքումը չէ, ալդեն ձեռքիցդ կնած։ Հիմա այստեղ Թուրանի խնդիրը որ ասեցի, Թուրանի խնդիրը այդպիսի խնդիր է։ Հիմա այստեղ տեսեք ինչ արեց Տրամպը, այո, գլոբալիստների ծրագրում կա, որ Թուրանը գազմավի, չէին մտածում, թե թուրքերը գժաղանան, չեն ուժեղանա եւ այլն, որովհետեւ Էրդողանն այդ գլոբալիստների մի բաններ, մի ներկայացուցիչներ, նաև ուրիշ մարդիկ կան այստեղ։ Այդ պատճառով իրենք վախ չունեին, սակայն Տրամպը հիմա գլոբալիստ չէ, Էրդողանը այն գլոբալիստների հետ խաղում է, բայց Տրամպի հետ չունի այդ ինչ որ մի միասնություն։ Տրամպը այստեղ ինչ արեց, տրիպ կազմեց այստեղ, որ դա արդեն Իրանն է, իր ձեռքում է, չդվեց Թուրքիային այդ խաղակարգը բայց իր մոտ։ Չնայած մյուսներն էլ միշտ մտածում էին, այսինքն 100%-ով չէին ուզում դային Թուրքիային այդ բանը։ Հիմա Տրամպը այդպիսի մի խաղ արեց,
ճանապարհ այս կորիդորը, որ կորիդորը ճանապարհ չէ, ով ինչ ուզում է ասի, այս կորիդորը վերցրեց իր ձեռքում։ Բանալին Իրանն է իմ։ Ոչ Հայաստանինն է իմիջալոց, ոչ Թուրքիայինն է, ոչ Ադրբեջանին է, իր մոտ է բանալին։ Այսպես ասած, երբ ուզում եմ կբացեմ, երբ ուզում եմ կփակեմ։ Բայց այդ դրա շահառուները հենց տարածաշրջանի երկրներն են, չէ՞։ Այսինքն անհրաժեշտության դեպքում այդ ճանապարհը կօգտագործեն հենց Թուրքիայի շահերը պաշտպանելու համար ավելի շատ երևի, քան արդեն դա Թուրքիայի շահերի համար է անում։ Ձեզ թվում է մեր շահերի համար է անում։ Ընդհակառակը մենք վնաս ունենք այնտեղ։ Մենք վնաս ունենք, Ռուսաստանը վնաս ունի, Իրանը վնաս ունի։ Այսինքն մենք այստեղ արանքում ոչնչություն ենք, բայց Ռուսաստանը եւ Իրանը կարեւոր են Իրանի շահերը։ Այդ դրա բանալին Ռուսաստանի եւ Իրանի շահերի բանալին իր ձեռքումն է։ Իսկ այստեղ դա կարող է նաեւ օգտագործել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ։ Նորից եմ ասում, երբ ուզում եմ կբացեմ, երբ ուզում եմ կփակեմի խնդիր է։ Այսինքն այսօր բացում է իհարկե դա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև։ Այսօր բացում է, բայց այնուամենայնիվ իր ձեռքում է։ Ինքն է վերահսկելու, այսինքն այն որ մեր կառավարությունը մի ժամանակ բանին անում որ ռուսները ուզում են վերահսկեն, ռուսները չէին ուզում վերահսկեն, ռուսները ուզում էին հսկեին։ Ռուսները ուզում էին հսկեն ով է անցնում եւ ինչ է անցնում։ Դե ինչ ուզում ես մնացածը արա, բայց ստեղ արդեն վերահսկումը Իրանն է, այսինքն ինձ է պատկանում այդ ճանապարհը, այդ կորիդորը, հասկանում ես, դու իմ, այսինքն դու Թուրքիա, դու Ադրբեջան, դու Իրան, դու Ռուսաստան, դա Հայաստանը հաշիվ չես դե, դուք իմ բանի համեմատ, իմ բանի նվակարանի համեմատ պիտի խաղակ բարեք ես եմ նվակողը դու պիտի բարեք ես ինչ կնվակեմ այդ կբարեք դա է խնդիրը այսինքն այստեղ Թուրանի գազმությունը մի քիչ բան եղավ արդեն մի քիչ կասկածի տակ ընկա այսինքն այս տրիփը որոշակիորեն չի ծառայում այդ Թուրանի նպատակներին իհարկե որ Թուրանի նպատակը 100% գլոբալիստներն ծրագիրն է սակայն իհարկե այստեղ մի բան էլ կա այնուամենայնիվ Թուրանը կարող է կազմվի սակայն նորից եմ ասում Թուրանը Թուրան գլնի այն ժամանակ եթե այս ծայրից մինչև այն ծայրը այսինքն Ադրիատիկից մինչև Չինաստանի բարիստները մի կտոր թուրքական հող լինի բայց այստեղ մինչև այսօր Հայաստանն էր այդ սեպը այսօր Ամերիկան դարձավ այդ սեպը Թրամփը դարձավ այդ սեպը բայց արդյոք սեպը իր ձեռքում է բայց արդյոք միջինասիական երկրների շարքում հակասություն չկան այդ թուրանական գաղափարների հետ նու ինքնությունից սկսած իհարկե կան երկրներ որ 100%-ով համամիտ են կան երկրներ որ ինչ որ կասկածներ ունեն սակայն դեստում են որ ինչ որ շահեր կարող են կամ այդ տեստականը շատ մեծ է որ շահեր կարող են ունենան դրա համար չեն ասում անգամ այսօր կա արդեն պետություն որ թուրքական չէ դե Թուրանը թուրքական կամ թուրքալեզու ազգերի կազմություն պետք է լինի Թուրան թուրքերի երկիր ինչ որ Իրան չէ Իրանը եւ Թուրանը ժամանակին էր բայց այսօր կա երկիր որ ոչ թուրքական է ոչ թուրքախոս է որը հավակնություն ունի մասնակցելու դա Պակիստանն է Պակիստանը ուզում է մասնակցի եւ եթե Թուրանը կազմվի հավանաբար կվերցնեն Իրան բայց օրինակ որ երկրները ոչ մի կապ չեն կարող ունենան Ունեք Հայաստանը չկարող լինի Եթե Հայաստանի հարցերը լուծեն հարցը կհասնի Վրաստանն էլ չկա այդ ծրագրի մեջ որովհետև ոչ հայ է ոչ վրացին ոչ թուրքալեզու է ոչ թուրքական ոչ թուրքական է մուսուլմանությունը էլ է մի կողմ Դե Պակիստանը գոնե այդ առումով համապատասխան է այդ առումով բայց դա մուսուլմանական երկրների միություն չէ դա թուրքական երկրների միություն է այդ պատճառով էլ Մոնղոլիան հենա ինչ որ բաների մեջ մտնում էր որ տեսավ որ չէ սա ուրիշ բան է դուրս եկավ օրինակ ժանդարմարիայի այդ միությունից օրինակ Հունաստանը
Տեսեք, ես ինչ ասեցի, Ադրիատիկից մինչև Չինաստանի սահման։ Ադրիատիկը Հունաստանի արևմտյան կողմում է, այսինքն ըստ թուրքական ծրագրի ամբողջ Հունաստանն էլ պետք է մտնի այդ բանի մեջը, բայց իհարկե ոչ Հունաստանը, ոչ Հայաստանը, ոչ էլ Վրաստանը իր ժողովուրդով, այլ թուրքացված Հունաստան, թուրքացված Հայաստան եւ թուրքացված Վրաստան։ Այսօր Վրաստանը հասկացավ այդ վտանգը եւ ֆերու է բաղում, մենք մեծ քայլերով առաջ ենք գնում այդ առումով, Հունաստանը երկու լարի վրա է ուզում խաղա, բայց միշտ ինչպես միշտ երկու լարի վրա խաղացողը միշտ էլ ընկնելու է կընկնի։ Լավ, պարոն Լոքմագյոզյան, մեզ հատկացված եթերաժամանակը մոտեցավ ավարտին, մենք այս թեմաներին դեռ շատ կանդրադառնանք հաջորդ հաղորդումների ընթացքում։ Այսքանով ավարտենք, հետևեք լրատվականի եւ գործարար ալիքի էջերին, թարմացումները բաց չթողնելու համար։ Ցտեսություն։